Հաճախ եմ տեսնում հոլովակներ, որոնցում ինչ-որ մի գործարար կիսվում է իր գաղտնիքով ըստ էության իր մրցակիցների հետ։ Մտածում եմ լավ, որն է մոտիվացիան։ Հետո հասկանում եմ, որ կան իրադարձություններ, որոնցով ցանկանում ես կիսվել։ Հիմա փորձեմ ներկայացնել մի իրադրություն ու այս դրվագի ավարտին սահմանել մի չափորոշիչ, որը ըստ իս ընկած է Greenlight ընկերության կայացման հիմքում։ Որոշ ժամանակ առաջ մեր աշխատակիցներից մեկը նման առաջարկ արեց, ասաց. եկեք այսինչ հաճախորդին լավ պայմաններով ապրանք վաճառենք, ինքը կգովազդի, կտարածի մեր ապրանքը, հետո իրենք ասենք, որ էլ չենք վաճառում իրեն ապրանք։ Դրա համար էլ հիմա ինքը արտագաղթել է Վառոնեժում, շարունակ է ծախում։ Ես միանգամից մերժեցի ու հարցին, թե ինչու, մի քանի վայրկյան մտածելուց հետո միայն կարողացա պատասխանել։ Ասացի, որովհետև Greenlight ընկերությունը հուսալի է։ Սա ասելով ու վերլուծելով հուսալի բառի իմաստը, ես հասկացա, որ հենց հուսալիությունն է ընկած Greenlight ընկերության կայացման հիմքում։ Ձեզ ևս առաջարկում եմ ազնվությունը դնել ձեր բիզնեսի հիմքում, ինչի արդյունքում դուք կունենաք մեծ թվով հավատարիմ հաճախորդներ, որոնք անկախ շուկայում տիրող իրավիճակից և մրցակիցների գայթակղիչ առաջարկներից միշտ կօգտվեն հենց ձեր ընկերությունից։ Տղեկ էդ հաճախորդին ասեք, որ էլ իրան ապրանք չենք տալու։ Հերիք է ինչքան ռեկլամ արեց մեր ապրանքները։